Ողջույն բարեկամներ, ինքնաճանաչում ֆորմատով այսօր մենք կզրուցենք քաղաքական գիտությունների դոկտոր Հրաչյա Արզումանյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Արզումանյան։ Բարև ձեզ Վարդան։ Մենք վաղուց չենք զրուցել իրար հետ եւ Հա, վերջին անգամ տարուկես մոտավորապես։ Եվ դրա վրա ահռելի տեղաշարժեր կա քաղաքական եւ հասարակական կյանքում, նույնիսկ համաշխարհային քաղաքականության մեջ։ Բայց դժվար է կլինի միանգամից անսպասելի։ սպասելի։ Երևի սկսենք ամենահրատապ նորություններից, կարծես թե երրորդ համաշխարհային պատերազմը թակեց այսօր մեր դուռը։ Նոր իմացանք, որ Բրիտանիայի մոտերքում, Իսլանդիայի եւ Բրիտանիայի մեջտեղում ամերիկացիները ռուսական հասանավ են, ներողություն, լցանավ են գրավել, բառացի, հա, իբր Հա, պատժ։ երկու շաբաթ է երկար պատմություններ է, հետապնդում են երկար ժամանակ, Ռուսաստանը ռուսերը փախեցին, կպարտեին, բայց վերջում Տրամպի խասաթն այդ ոնց կարող ալնի, որ ես պարտվեմ, հասել են ռամ, որ վերցրել են։ Հիմա եթե չլիներ Վենեսուելայի այդ ճակերտավոր հաջողված օպերացիան, Թրամփը կգնար այս քայլին։ Դժվար է ասել, որտեղ մենք գործ ունենք Տրամպի հետ, որին անկախատեսելի է։ Տրամպի վարքը, Տրամպի քայլերը հաշվարկել կարելի ասել անհնար է Վարդան։ Դրա համար ես կմնամ զերծ կմնամ, չեմ կարող ասել ինչ կանի Տրամպը։ Դրա Բանի, համար եթե sense նայենք, դուք որպես քաղաքագիտության դոկտոր, այս տեսակ քաղաքական գործիչին դուք ո՞ց կբնորոշեք։ Հակիրճ։ դժվար է, որովհետև բոլորը ասում են անկախատեսելի է, բայց ես որպես անձնավորություն, որը երկար ժամանակ զբաղվում էր համակարգող, ես հիմնական մասնագիտությունս առաջինս համակարգող եմ, հետո PhD Computer Science, то есть կոմպյուտերներով զբաղվող գիտնական եմ, հետո ռազմական եմ, հետո դիվանագիտական եմ, հետո եմ ընդամենը զբաղվել, ինչ որ հիմա զբաղվում եմ։ Դրա համար ինձ համար շատ դժվար է պատկերացնել, իմ ուղեղս համակարգված է։ Ես սովորում եմ տեսնել համակարգված գործողություններ, գործընթացներ եւ պատրաստ չեմ, երբ քաղաքականության ասպարեզը դառնում է շոու, որտեղ տիրում է շոուի տրամաբանությունը, շոուի մոտեցումներ։ Ինձ համար դա խայտարակ ձևի անհասկանալի, ոչ թե անհասկանալի է, անընդունելի է։ Ես չեմ ուզում մտնել այդ հաշվարկների մեջ։ Դրա համար Տրամպին ուղղակի պետք է նայել որպես շոու։ Կարդացել եմ կարծիքներ, որ եթե Մադուրոն պարած չլիներ, այն ժամանակ, որ ասում է Տրամպից չես վերցնել, ոչ մի բան չի լինի։ Ուղղակի ինքը պարեց, Տրամպը չդիմացավ եւ այդ շոուի մոմենտին ինքը պատասխանեց այսպես։ Բայց եթե փորձենք ավելի խորքային նայենք, չհասնենք շոուի, તો այստեղ պետք է ավելի խորքային մոտեցումներ իհարկե հաշվարկել, որովհետև շոուն հաշվարկել անհնար է, բայց դու որպես ազգ, որ ունի մեծ ներուժ հիմա եւ հզորություն, պարտավոր ես հաշվարկել քո քայլերը, այս անկախատեսելի վիճակում։ Դրա համար, եթե դա այդպես նայենք, եւ երկրորդը ցավոք սրտի ստեղծվել է այնպիսի վիճակ եւ Հայաստանի անվտանգությունը բավականին մեծ չափով կապված է Տրամպի անունի հետ, Տրամպի հետ։ Եվ քո անվտանգության ապագան կանխորոշ չեզոքացնող ինչ որ մոմենտներ կախված են Տրամպի հետ։ Դրա համար շատ դժվար վիճակ է։ Եթե Կախվածած է կապել են։ այն հարցերով, որ Տրամպ իրան անունը տվել է այն ճանապարհին, ասել է, որ ես Հայաստանը տալիս եմ երաշխիքներ, ոչ միտեղ գրված չէ ինչ երաշխիքներ, բայց Տրամպի հետ խոսել դրա մասին անիմաստ է, բայց այն որ ճանապարհում է Տրամպի անունը եւ ոչ Թուրքիան, ոչ Ռուսաստանը Ադրբեջանի հետ չեն համարձակվելու Տրամպի անունը խփել, դու ունես ինչ որ ժամանակ զբաղվես քո գործերով, ուշքի գաս եւ փորձես կառուցել այնպիսի անվտանգության համակարգ, որը կօգնի քեզ ապրել աշխարհում, շարունակել քո ճանապարհը այս անվտանգության միջավայրում։ Իսկ անվտանգության միջավայրը, որը ստեղծվել է Վենեսուելայից հետո, որակյալ կտրուկ փոփոխություններ է տեղի ունեցել Վարդան։ Փաստորեն Տրամպը նոր ընդունված անվտանգության ազգային անվտանգության ռազմավարության մեջ փորձում է ձևավորել Միացյալ Նահանգները
ազդեցության տիրույթների հասկացողությունը նորից վերականգնի 19-20 տարից հետո, երբ տիրում է ուժի իրավունքը, ոչ թե սահմանները, ոչ թե միջազգային օրենքը եւ այլ եւ այլն։ Այսօր փաստորեն մենք գտնում ենք մի համակարգում, ոչ թե համակարգում, ձևավորող համակարգում, որտեղ ամեն ինչ որոշում է ուժը, բիրտ ռազմական ուժը։ Եվ դա բավականին մեծ եւ լուրջ մարտահրավեր է Հայաստանի համար։ Տեսեք, դուք համակարգված եք մտածում, քաղաքականությունը ընդհանրապես պետք է համակարգված լինի, քայլերը համակարգված լինեն, որպեսզի այն կանխատեսելի լինի եւ տրամաբանության մեջ գործելով տա արդյունք, հա, որովհետեւ բիզնեսը նայում է քաղաքականության քայլերին, նա համա պետք է հստակ լինի, կանխատեսելի լինի, որպեսզի լինեն ներդրումներ, երկարատև ծրագրեր եւ այլն։ Դուք փաստորեն փաստեցիք, որ քանի որ սա համակարգված տրամաբանությունից դուրս է, դուք այդ հոգեբանը չեք, այդ մասնագետը չեք, որպեսզի քաղաքական պատկերը նկարագիրը տակ Թրամփի։ Հիմա հարց է, ես շոումեն չեմ, ես ճիշտն ասած այդքան չեմ սիրում այդ շոուները, այս օպերաները, ես ուղղակի դժվար եմ պատկերացնում, դրա համար ինձ համար դժվար է, բայց եթե փորձեք համակարգային մոտենալ, այստեղ հարցեր են առաջանում, որը մենք պիտի պատրաստենք։ Առաջինը, մենք պետք է հասկանանք, որ սկսվել է մի դարաշրջան, որտեղ որոշելու է ուժը, որտեղ նորից սկսում է աշխատել կայսրական տրամաբանությունը։ նույն Ալիևն ասում։ Եվ մենք չհասնելով, մենք կորցրել ենք 30 տարի, չհասնելով դուրս գալ Ռուսաստանի կայսրության տիրույթի տակ, մնացել եք հետսովետական տարածության մեջ եւ հետսովետական տրամաբանության մեջ, հիմա փաստորեն այդ ժամանակները նորից կարող են հետ գան։ Մենք չենք հասցրել դուրս գանք, որ հնարավորություն ունենանք կողմնորոշվել։ Դրա համար այս վիճակում դու բավականին պիտի զգոն լինես եւ ես համոզված եմ, որ այդ վիճակում դու ուղղակի մի հատ հնարավորություն ունես, դու պետք է ինչքան կարելի է շուտ հասկանաս, որ դու պետք է հզորանաս եւ սկսես փոխակերպել քո անվտանգության եւ պաշտպանության համակարգը եւ փոխես այն ուղղությամբ, երբ դու ոչ թե հույսերդ կամ ապագատ կապում ես ինչ որ ուժային կենտրոնների հետ, բայց կենտրոնանում ես քո ազգի վրա, քո ներուժի վրա եւ դառնում ես հայակենտրոն։ Փաստորեն այն ժամանակները, որը սկսվում են, հայակենտրոնը ուրիշ ալտերնատիվ այլընտրանք չունի Վարդան, որովհետեւ ուժային կենտրոններն են որոշելու եւ ուժային կենտրոնների որոշման ժամանակ միայն քո հնարավորությունները չեզոքացնել եւ դու պատրաստ ես պատասխանել, դու ունես ինչ որ շանսեր կասեցնել կամ գտնել ուրիշ տեղ, որտեղ դու կարող ես տեղավորես քո ապագան։ Դա բավականին դժվար է, բայց հիմնականում իհարկե պետք է սպասել, եթե այդ տրամաբանությունը հաղթի, ես չեմ կարող ասել, որ այդ տրամաբանությունը երկար կլինի, որովհետև եթե կայսրական տրամաբանությունը ոչ մշակույթը Ռուսաստանի մշակույթի մաս է, պետական եւ ընդհանրապես Չինաստանի մշակույթի մասն է, քաղաքակրթության մասն է չինական, իրանց համար կայսրությունը դա նորմալ է եւ բնական է։ Միացյալ Նահանգների համար 20 տարում հաստատ այդ կայսրական մտածելակերպը այնքան էլ ընդունելի չէ։ Միացյալ Նահանգները կայացել են որպես պետություն, հետո ուժային կենտրոն, հակադրելով բրիտանական կայսրության ազատության վրա, ինքնորոշման վրա, ինքնիշխանության վրա, այդ հասկացողությունների վրա եւ ես համոզված չեմ, որ ամերիկյան հասարակությունը այդպես հեշտ կարող է փոխակերպվի եւ դառնա կայսրական, դառնա հռոմ։ Միացյալ Նահանգները իմ կարծիքով հռոմ չեն, իրանք մի քիչ ուրիշ են։ Դրա համար կարող է 2026 թվականին ընտրություններից հետո ամեն ինչ փոխվի։ Բայց եթե չփոխվի, երկու տարբերակներում դու չունես այլ ընտրանք, քան թե կան կենտրոնանաս քեզ վրա։ Դու սկսել են ժամանակները Վարդանը, երբ մնացած գործոնները չեն աշխատելու։ Եվ լավ է եւ վատ է։ Վատ է, եթե դու պատրաստ չես դրան, լավ է, եթե որ պատրաստ ես, ունես լուծումներ եւ սկսում ես այդ լուծումները կառուցել քո պետականությունը, պետությունը պահելով, քո ազգը հզորացնելով։
Այս ընթացքում շատ հարցեր առաջացավ, բայց եւ ամենակարևորը առանձնացնեմ։ Մենք արձանագրեցինք, որ աշխարհալակ փոփոխման մեջ է, կասրական նկրտումները հասել նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ անկանխատեսելի ուղղությամբ զարգանում են եւ աշխարհում դադարում է գոյություն ունենալ ստատուս քվո միջազգային օրենքների աշխատելը, որ արձանագրում է նաեւ Ալիևը։ Հիմա այստեղից հարց է առաջանում. ինչպես բնութագրել այն մարդկանց, այն խմբերին, որոնք դեռ կրկնում են մեկ տարվա առաջվա, ասենք, մինչ Թրամփյան լոզունգները, որ կա արևմուտք, արևելք, կա Չինաստան, Ամերիկա, սա նեղապատասխանատու, այստեղը կանխատեսելի եւ եթե ասենք Թրամփը ասեց հարց չկա, որ դուք պրոբլեմ ունենաք, զանգեք ինձ, դա արդեն քաղաքական ձեռքբերում է եւ դա հարցերի լուծում է։ Սա դուք քաղաքական տեսակետից, եթե մի քիչ լուրջ նայենք այս ամեն ինչին, ո՞նց կբնորոշեք այս կրկնվող նարատիվները։ Այդ կրկնող նարատիվները դու չես կարող կանգնեցնել եւ չես կարող ասել ինչ կլինի Եվրոպ, անկախատեսելի է։ Կարող է այդ մտածելակերպը հաղթի եւ մենք գտնվենք մի աշխարհում, որտեղ ուժային կենտրոնները, կայսրությունները կիսում են իրancs մեջ երկրագնդը։ Եվ այստեղ պիտի հասկանաս հիմնական ուժային կենտրոնները որն են եղել։ Միացյալ Նահանգները անշուշտ որը կլինի, Չինաստանն է, արաբական երկրներում կարող է Իսրայելը πάει ինչ որ ուժային կենտրոնի հնարավորություն եւ այլ, բայց հիմնականում ելնելու է երկուսը։ Ռուսաստանը կլինի այդ լուծումների մեջ Չինաստանի փոքր եղբայրը եւ կլինի Հնդկաստանը։ Փաստորեն Եվրասիան կարող է կիսվի Հնդկաստան, Չինաստան, Ռուսաստանը որպես վասալ, որպես ոչ ուժեղ ուժային կենտրոն եւ Միացյալ Նահանգները։ Եվ այստեղ Հայաստանի առջև կանգնած կլինի Եվրոպական միությունը որպես ուժային կենտրոն, ցավոք սրտի այսօր ասել անհնար է։ Ես չգիտեմ ՆԱՏՕ-ի վիճակը ոնց անելու, արդյոք Եվրոպական միությունը կկարողանա ահելի տնտեսական, հասարակական ներուժը նաև ավելացնել հզորությունը, ռազմական հզորությունը, բիրտ ուժի հզորությունը եւ դառնա ուժային աշխարհակաղակական կենտրոն, այսօր իսկ պատասխանը չունեն ցավոք սրտի։ Բայց եթե ենթադրենք, որ Եվրոպան այդ ճանապարհով գնաց, մեր առջև կանգնած են երեք ճանապարհ երևի։ Առաջինը մենք մնում ենք Ռուսաստանի կայսրության ոլորտում, այնինչը հետսովետական իշխող վերնախավը սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից վերջացրած Նիկոլ Փաշինյանին ձեռ է տալիս, իրանք դուրս են եկել սովետական միությունից եւ իրանց համար դա տրամաբանական եւ հարազատ մթնոլորտ է։ Կարող է մենք ունենանք հնարավորություն եւ համոզենք Միացյալ Նահանգներին, որ պիտի միանանք Եվրոպային եւ Հայաստանում եւ Հարավային Կովկասը մտնի եվրոպական ազդեցության ոլորտ, կամ երրորդ ոլորտումը դա Թուրքիա է, եթե Միացյալ Նահանգները որոշեն, որ Հայաստանը պիտի մտնի Թուրքիայի տիրույթի մեջ։ Երեք տարբերակը քո առջև կա Չինաստանը, չգիտեմ, Չինաստանի մասին խոսել մեր Կովկասում շատ փոքր է Կովկասը, իրանց համար անցումային է, չեմ կարծում, որ կարող է դրա մասին այսօր խոսել, բայց այդ երեք տարբերակն է, Վարդան։ Եվ դու որպես ազգ պարտավոր ես հաշվարկես այդ երեք սցենարները։ Ոնց ես դու պաշտպանում Հայաստանը, գոյատևում, եթե Հայաստանը մնում է Ռուսաստանի կայսրության ներքո, այդպես են որոշում մեծերը, եթե Հայաստանը մտնում է Եվրոպայի մեջ, ոնց է զարգանում, եւ ինչ ես անում, եթե Աստված չանի որոշում ընդունի, որ մենք պետք է դառնանք Թուրքիայի ազդեցության ոլորտ։ Այդ երեք պատասխանները դու որպես ազգ պիտի ունենաս։ Միայն Հայաստանը այդ հարցին պատասխանել հաստատ չի կարողանալու։ Միայն Հայաստանի Հանրապետության ներուժը դիրքը ազդել այդ լուծումների վրա, մանավանդ եթե Թուրքիան ընտրվի, շատ դժվար է լինելու։ Եվ այստեղից մենք գալիս ենք անհրաժեշտության, որ դու, եթե ուզում ես պատրաստել պատասխան այս սցենարների մեջ, դու պարտավոր ես նորից վերականգնես քո ազգային մոտեցումը, նորից վերահիշես, որ դու որպես ազգ ավելի մեծ ես, քան թե միայն Հայաստանի Հանրապետությունը, դու ուղղակի չես կարողանալու գոյատևես եւ պաշտպանես այն, ինչ այսօր ունես, մի աշխարհում, որտեղ ոչ մեկը չի ճանաչում սահմանները, ոչ մեկը չի ճանաչում միջազգային օրենքը, միայն քո ներուժն է եւ քո հզորությունն է որոշում,
Դու պիտի գտնես հնարավորություններ հզորանաս ինչքան կարելի է շուտ։ Եվ դա դու կարող ես անել երկու ճանապարհով։ Առաջի ճանապարհը հավաքես քո սփյուռքի ներուժը եւ միացնես քո պետականության, քո պետականաշինության որպես գործոն, դրանով միանգամից արագ հզորանաս, դառնալով ազգ, որը գլոբալ երևույթ է եւ գլոբալ հասանելիություն ունի եւ շահեր ունի, եւ երկրորդը զուգահեռ դու պիտի մտածես ոնց ես զորացնում քո հասարակությունը, ոնց ես զորացնում քո տնտեսությունը։ 2020 թվականի երկրորդ Արցախյան արշավից հետո ես փորձել եմ գտնել պատասխաններ, արդյոք հնարավոր է փոքր երկրների համար, երբ պարզվեց 2020 թվականների ինձ համար շոկային էր, անսպասելի եւ իմ ազգիս համար, երբ մենք մեզ համար պարզել ենք, որ մենք մտնում ենք պատերազմի մեջ ոչ թե Ադրբեջանի դեմ, լոկալ փոքր երկիր է, 10 միլիոնանոց 10 միլիոնոց Ադրբեջանի դեմ մեր բանակը հաստատ կպայքարի, բայց մենք գտնվել ենք տարածաշրջանային պատերազմի մեջ, երբ մտել եք պատերազմ Թուրքիայի, Ռուսաստանի դաշինքի դեմ, որի միացել է Իսրայելը, Պակիստանը, ջիհադիստները, 3000 տարածաշրջանային ուժային կենտրոններ միացել են եւ վարել են պատերազմ քո դեմ։ Եվ իմ մոտ հարց է առաջացել, արդյոք փոքր երկրները, Հայաստանը ցավոք սրտի այսօր փոքր է, կարող են արդյոք իրար չեզոքացնել, դիմադրել նման վիճակում, արդյոք փոքր երկրները հնարավորություն ունել դիմադրել ուժային կենտրոններին։ Թուրքիային 80-90 միլիոնոց Թուրքիային, Ռուսաստանին 120-140 միլիոն։ Այդ խնդիրը թեորետիկ լուծում ունի, թե չունի։ Թե մենք արդեն պիտի հասկանանք, որ ուրիշ վարիանտներ գտնենք։ Փառք Աստծո պարզվեց, որ նման լուծումներ կան եւ վաղուց մշակված են։ Այսինքն Ֆինլանդիայի կողմից, մնացած Հյուսիսային Եվրոպայի երկրների կողմից, որոնք մշակել են հնարավորություն, որ այո, ոչ մեծ երկրները կարող են չեզոքացնել ագրեսիան, դիմադրել ագրեսիայի ուժային կենտրոնների։ Բայց այդ ժամանակ դու պիտի այդ խնդիրը դնես ոչ թե որպես պետության խնդիր, պատերազմի մեջ ռազմական ագրեսիայի դեմ դիմադրում է ողջ ազգը, դու պարտավոր ես հավաքել քո ազգի ողջ ներուժը, որովհետև պետությունը պայմանավորական արելի ասել ազգի ընդամենը 5%-ն է, քանակը ներուժը քո ազգի 5%-ն է ներուժի, մնացած 95%-ը դա մնացած քո ազգն է, հասարակությունն է, ժողովուրդն է, տնտեսությունն է եւ այլ։ Եթե դու ուզում ես խնդիրը լուծել, դու այդ 100%-ը պետք է հավաքես եւ մոտենաս խնդրին որպես դիմադրության, որպես ամբողջականություն, ամբողջ ազգով դուրս գալ դիմադրելու ռազմական ագրեսիա։ Նման մոտեցումը 50-ական թվականների ձևավորվել է որպես total defense, ամբողջական պաշտպանություն, բայց հետո ընդունվել է 60-ական թվականների ավելի նեյտրալ անուն համապարփակ անվտանգության մոտեցում, որը զարգացել է որպես այդպես եւ այդ մոտեցումը հնարավորություն է տալիս դառնալ հզոր եւ պաշտպանել հայրենիքը։ Այս ժամանակ ես կարողացել եմ հավաքել այդ միջազգային փորձը եւ մշակել շրջանակը, framework, որը կոնցեպտ, որը Հայաստանի համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգ, ոնց է կարող այդ համակարգը կառուցվի, ուսումնասիրելով Հյուսիսային Եվրոպայի փորձը, Սինգապուրի փորձը, Թայվանի փորձը, Իսրայելի փորձը եւ այլ, ՆԱՏՕ-ի հայեցակարգային փաստաթղթերը, եթե եզրափակեմ, լուծումները կան։ Լուծումները ոնց կարող լինի շրջանակը ունենք այն պատրաստ հայեցակարգը ոնց կարող է կառուցված լինի Հայաստանի համապարփակ պաշտպանության անվտանգության համակարգը ունենք։ Ավելին հասարակությունը կարողացել է համոզել Հայաստանի իշխանությունների 2023 թվականին եւ նման մոտեցումը անվտանգության խորհրդի կողմից ընդունվել է որպես տեսլական։ Հայաստանի համապարփակ պաշտպանության անվտանգության համակարգի կառուցման տեսլականը պատրաստ է անվտանգության խորհրդի կողմից ընդունված է։ Եվ դա կարող եմ ասել յուրահատուկ դեպք է, երբ հասարակությունն է պարտադրել եւ ստիպել պետությանը գնալ այդ ճանապարհով, սովորաբար վերնախավը քաղաքական որոշում է ընդունում եւ համոզում է հասարակությանը։ Հայաստանի դեպքում, հայ ազգի դեպքում հայ ազգն է
փորձում ստիպել պետությանը, որ ուրիշ ելք չկա, հզորանալու եւ պիտի գնանք այս ճանապարհով։ Բայց հետո 2023 թվականից հետո ընդունելով տեսլական փաստորեն աշխատանքները կանգնեցվել է, սառեցվել է։ Հայաստանի իշխող վերնախավը ուշքի եկել շոկից դուրս գալուց հետո ընտրել է ուրիշ ճանապարհ ցավոք սրտի եւ այդ աշխատանքները կարող եմ ասել չեն գնում։ Համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգը կարելի է ասել շատ դանդաղ տեմպերով է կառուցվում։ Հասարակության կողմից այդ աշխատանքները շարունակում են։ Հիմնական աջակցողները եւ զարգացողները դա ռազմամարզական կազմակերպություններն են։ Այս 4 տարվա ընթացքում ստացվել է ստեղծել միավորում ռազմամարզական կազմակերպությունների Հայաստանի, որտեղ 20 կազմակերպություններ են հավաքվել են եւ կառուցել են այդ միավորումը, եւ այդ միավորումը որպես նպատակ դրել է նման համակարգ համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգի կառուցումը։ Եվ քայլ առ քայլ գնում ենք այդ ճանապարհով։ Ոնց։ Առանց պետության ո՞նց է հնարավոր դանել, պարոն։ Հնարավոր չի, Վարդան, բայց ես իրավունք չունեմ նստեմ, սպասեմ եւ Հայաստանում իշխանափոխություն կլինի, եւ Հայաստանում կձևավորվի քաղաքական վերնախավ ի վերջո, ոչ թե միայն իշխող վերնախավ, ազգային վերնախավ ստեղծվի, որ այդ հարցը կտնի։ Մինչև այդ հարցերը չեն լուծել, հայկական հասարակությունը այդ աշխատանքները սկսել է, այն ինչը կարելի է անել։ Եվ այդ աշխատանքի հիմնական մասերից մեկն է այդ ամբողջականությունն է եւ աշխատանքն է հասարակության հետ։ Եվ եթե պետությունը չի կարողանում միայն աշխատել, դու պիտի կարողանաս պատրաստ լինես, կազմակերպված լինես, պատրաստված հասարակություն ունես ման աշխատանքների։ Եվ մենք ինչքան հնարավոր է աշխատանք ենք անում, որ պատրաստենք հասարակությունը, փորձելով աշխատել իշխանության հետ, որ համոզենք, որ պետք է գնալ այս ճանապարհով, պնդել մեր ասածը, կարող եմ ասել, որ ռազմական ուժերում մոտեցումները բավականին լավ ընդունվում է գլխավոր շտաբում, ասենք, սպայերի կողմից, որոշ չափով դա արդեն ընդունում է մեր աշխատանքները, արդյունքները տալիս են։ Բայց հիմնականը աշխատանքը շատ դանդաղ է գնում, անընդունելի դանդաղ է գնում, եւ այն վիճակում, որը ստեղծվել է այսօր, մենք ուղղակի այլընտրանք չունենք։ Եվ բոլոր այն ուժային կենտրոնները արևմուտքից, որը փորձում են օգնել Հայաստանին, Ֆրանսիա, Միացյալ Նահանգները, ես գիտեմ, որ նրանք խորհուրդ են տվել Հայաստանին գնալ այս ճանապարհով։ Ավելին, Եվրոպական միությունը փորձում է գնալ այդ ճանապարհով։ Վելիկաբրիտանիան փորձում է նորից, ոչ թե նորից, որտեղ 40 թվականների 1940-41 թվականին երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիան նմանատիպ համակարգ էր կառուցել իրար մոտ, ունեցել է արդեն այդ ժամանակ։ Մեծ Բրիտանիան մտածում է ոնց վերականգնի, նորից դառնա այդ համապարփակ եւ ընդհանուր մոտեցումը։ Գերմանիան փորձում է կառուցի, Ֆրանսիան եւ մնացածները, որտեղ եթե գալիս են ժամանակ, երբ ուժային կենտրոններն են որոշում, եւ մեծ պատերազմներ են, ոչ թե փոքր պատերազմներ, մեծ պատերազմներում դու պիտի քանակ ունենաս, ոչ թե միայն որակ։ Իսկ քանակ ունենալու համար, դու քանակի ապահովման համար դու պիտի ներգրավես այդ աշխատանքների մեջ քո ողջ հասարակությունը։ Ողջ հասարակությունը նորից պիտի համոզես, որ խաղաղությանը հետո կարող է լինի ճգնաժամ, եւ ճգնաժամից հետո կարող է լինի մեծ պատերազմ։ Եվ նույն Եվրոպան հիմա բավականին դժվար խնդիր է լուծում, ոնց որից վերականգնի այն անվտանգության պաշտպանության համակարգը, որտեղ կարող անկալվի հասարակության մեծ մասը։ Իրանց մոտ դա մեծ խնդրեմ է։ Մեզ մոտ այդ խնդրեմը չկա, որտեղ մենք պատերազմից հիմա նոր եք դուրս եկել, եւ հայկական հասարակությունը, հայ ազգը հասկանում է, որ ինքը պատերազմի մեջ է։ Մեր խնդիրները մի քիչ ուրիշ տեղ են։ Մեր խնդիրը այնտեղ է, որ քո իշխանությունները փորձում են ինձ համոզել, որ խաղաղություն է եկել, մենք խաղաղության մեջ ենք։ Հասարակությունի մեծ մասը չի հավատում, գլխով անում, բայց չի հավատում, մեզ մոտ մի քիչ տարօրինակ խնդիրներ են։ Բայց նորից այն վիճակում, այն վտանգության միջավայրում, որը արդեն ձևավորվել է, համապարփակ մոտեցումը, համապարփակ պաշտպանության անվտանգության մոտեցումը այլընտրանք չունի։ Եվ այստեղ դժվար խնդիր է սկսում։ Եթե մենք հասկանում ենք հայկական հասարակության հետ այդ աշխատանքը շարունակում ենք անել եւ պատրաստել հասարակությունը, բայց մենք որպես ազգ ավելի մեծ ենք, քան թե Հայաստանի Հանրապետությունը, եւ մենք տարանջատում ենք
տարաջատում ենք երկու համակարգ, մեկը Հայաստանի համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգը, որը գործում է Հայաստանի Հանրապետության ներքո, բայց բացի դրանից մենք պիտի կառուցենք ազգային պաշտպանության եւ անվտանգության համակարգ, որտեղ պիտի ներգրավի ողջ Սփյուռքը։ Եվ այսօր դա մեծ խնդրեմ է մեզ համար, որտեղ մեր ներուժը չի հերիքում նման աշխատանքներ սկսել նաև Սփյուռքում։ Եվ մեծ խնդրեմ կա ոնց համոզել Սփյուռքին, որ առանց ձեզ փրկել Հայաստանը չի լինելու, որ ձեր ներուժը հարկավոր է, իշխանություններին մի լսեք, որպես ազգ մենք պարտավոր ենք միանալ եւ փորձել կառուցել համակարգ առանց պետության։ Տարօրինակ, պարադոքսալ մոտեցում է, բայց այդ խնդիրը պետք է դնվի։ Մենք որպես ազգ ոնց ենք սկսում միավորվել առանց պետության։ Եթե այդ խնդիրը լուծենք եւ միավորվենք, այդ ժամանակ ես համոզված եմ մենք կստանանք հնարավորություն ստիպել Հայաստանի իշխանությանը, ստիպել Հայաստանի պետականությանը եւ պետական հաստատությունների սկսել փոխակերպել։ Հասկանում եմ, որ երկար է ստացվելու, արդյունավետ չի լինելու, ավելի արդյունավետ կլինի, եթե պետությունը աշխատի, իշխանությունը աշխատի, բայց նստել, սպասել, երբ կփոխեն, երբ կունենանք իշխանափոխություն առաջինը, հետո իշխանափոխության հետո ոնց մենք կդնենք եւ կլուծենք պետական հաստատությունների փոխակերպման խնդրեմը, որովհետեւ հետսովետական Հայաստանը մնացել է սովետական տրամաբանության, հոգեբանության, մշակույթով եւ ման Հայաստանը սովետական, հետսովետական Հայաստանը ուղղակի խնդիրները լուծել չի կարողանալու։ Դրա համար ահռելի դժվար խնդիր է լինելու ոնց սկսել փոխակերպումը քո պետական հաստատություններից եւ քո հասարակության փոխակերպումը իհարկե, որովհետեւ հասարակությունը նույն ձևի մնում է հետսովետական։ Այդ դժվար խնդիրներ է եւ մինչեւ ես չեմ ուզում նստեմ սպասեմ։ Պետք է սկսել ներքևից հասարակության մեջ փորձել դնել եւ լուծել այդ խնդիրները, կարծիքով ուրիշ երբ չեմ տեսնում։ Այս առածկայանորեն կարող եք ասել, որտեղ է որ դուք ունեք հաջողություն, որ շոշափելի հաջողություն կա։ Դուք ո՞նց եք չափում դա։ Քանակական չափումները դժվար է, երևի միանգամից ասել դժվար է, ես ուրախ եմ, իրոք ուրախ եմ, որ 5 տարվա աշխատանքի հետևանքով ռազմամարզական կազմակերպությունները, ՈՄԱ-ի նման կազմակերպությունները, մոտ 20 կազմակերպություն հասկացել են, որ միակ մեկ-մեկով իրենք այդ խնդրեմը չեն լուծելու։ Եվ իրանք համաձայնվել են, որ պետք է հավաքվել համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգի կառուցման եւ Հայաստանը պաշտպանելու համար։ Ասացի 20 կազմակերպություն կներեք։ Արդեն 20 կազմակերպություն Հայաստանում մոտ 40-45 կազմակերպություն կա եւ 20-ին կարողացել եք համոզել եւ հիմնական մեծերը մնացել են 2-3 մեծը, որը դեռ մտածում են, բայց մեծերը ՈՄԱ-ի մեծ կազմակերպությունները արդեն միացել են Ազատազեն, Հրաձգարանը, ՈՄԱ եւ այլը միացել են եւ այդ աշխատանքները գնում են։ Այդ է երևի հաջողությունը, երկրորդ երևի մեծ հաջողություն եմ զգում, որ այդ աշխատանքները գնում են ոչ թե միայն Երևանում, Երևանի շուրջ, բայց այս 2024-25 թվականին ես կարող եմ ասել, այդ աշխատանքները նաև դուրս են եկել Հայաստանի Հանրապետության մարզերով եւ այդ աշխատանքները, այդ մոտեցումները ռազմամարզական կազմակերպությունները բավականին լայն աշխատում են նաեւ Հայաստանի Հանրապետության մարզերում։ Այդ մեկն էլ է ստացվել, բացի դրանից, բացի ռազմամարզականների միավորումներից եւ միավորումը ստեղծելուց, նաեւ ստացվել է ստեղծել ոգեզեն համայնքը եւ ոգեզեն հարթակը, որտեղ հավաքվում են ավելի լայն շրջանակներ, որտեղ համապարփակի կառուցման շուրջ միանում են նաև կոմպանիաներ, մնացած հասարակական կազմակերպություններ եւ այնտեղ արդեն 45-ից ավել կազմակերպություններ հավաքվել են, որտեղ պիտի կառուցվի ազգային անվտանգության եւ պաշտպանության համակարգը։ Այդ էլ այդ աշխատանքներն են գնում եւ արդեն այդ աշխատանքների շրջանակներում մշակված են հայեցակարգային փաստաթղթեր, ասենք ոնց պիտի կառուցվի համապարփակ պաշտպանության անվտանգության համակարգը, բացի իմ գրքից, որը 23 թվականին այդ ամեն ինչը ձևավորվել է, ձևավորված են հայեցակարգային փաստաթղթեր,
ասենք հայեցակարգային փաստաթուղթը ոնց է կառուցվելու պայեստազորային համակարգը Հայաստանում, ոնց պիտի փոխվի, ոնց պիտի ստեղծվեն պայեստազորային ուժեր Հայաստանում, ոնց պիտի կառուցվի տարածքային պաշտպանությունը եւ տարածքային պաշտպանության մեջ տարածքային պաշտպանության ուժերը, ոնց պիտի կառուցվի եւ ոնց պիտի փոխհատկերվի պաշտպանության ռազմաարդյունաբերական համալիրը եւ այլն եւ այլն։ То есть հայկական հասարակության կողմից, փորձագետների կողմից բավականին մեծ աշխատանք է անվում եւ հույս ունեմ կշարունակվի։ Բայց ինձ համար մտահոգիչ է այդ խնդիրը, ես փորձել եմ մի քանի Սփյուռքի շրջանակներում խնդիրը դրված կդնեմ, բայց այդ խնդիրը դեռ լուծումը սպասում է։ То есть ազգային համապարփակ պաշտպանության անվտանգության համակարգը պիտի ընկալվի իր աշխատանքի մեջ նաև Սփյուռքը։ Բայց ոնց դա պիտի անվի, այդ խնդիրը ոնց պիտի լուծվի, ինչ եք հասկանում Սփյուռքի տակ, ինչ համայնքներ ունեք, այդ համայնքների ձևավորվում այդ աշխատանքները, այդ կապերի ստեղծումը, այդ կապերի ստեղծումից հետո փոխգործակցությունը, այդ ոնց կտոր աշխատանքը շրջանակի մեջ Վարդան, ոնց դա պիտի աշխատի, ուղղակի մեր ներուժը չի երեկում։ Մենք չունենք այդ հնարավորությունը, չունենք այդ անձնավորություններ, փորձագետներ, որը պատրաստ են նման աշխատանքի մեջ մտնել, որտեղ դա բավականին ծավալուն աշխատանք է եւ ինտելեկտուալ ծավալուն աշխատանք է, որը իրար մեջ ներգրավում է քաղաքական, ռազմական, հասարակական ունակություններ, կոմպետենցիաներ։ Դու պիտի հավաքես թիմ, որը կարողանա աշխատի Սփյուռքի համայնքի հետ եւ ռազմականը ոնց է ներդնում չմտնելով վտանգի տակ եւ այլ ոնց կազմակերպել այդ ցանցը, որը կսկսի մտածել, ոնց ձևավորվի այդ խնդիրները, բավականին մեծ մարտահրավեր է, որին պետք է պատասխան Հիմա ձևավորել։ երևները Սփյուռքից մտածում են լավ, իրանք որպես անհատ կամ որպես կազմակերպություն ներկայացնողներ, իրանք ինչպես կարող են օգտակար լինել այդ process-ին, ինչ անեն իրանք։ Ես 4 տարվա ընթացքում կարողացել եք ստեղծել հարթակ, որտեղ պատրաստ է նման փոխգործակցություն եւ խոսակցություն, դիսկուսիաներ սկսեն Վարդան։ 4 տարվա ընթացքում դա կարողացել եք անել։ Ձևավորվել է այն կորիզը, որը պատկերացնում է ոնց դա կարելի անել Հայաստան Հանրապետության ներքո։ Եվ ուղղակի հաջորդ 1-2 տարում ես հույս ունեմ մենք կկարողանանք լայնացնել։ Ոնց եք դա անելու, ճիշտ ասած, ես այսօր լավ չեմ պատկերացնում, որտեղ ես Սփյուռքի հետ այդպես մեծ կապեր չունեմ, ավելի շուտ ես կապեր ունեմ, ես ապրել եմ Սփյուռքում, բայց Ռուսաստանի Սփյուռքում եմ, Ռուսաստանում եմ եղել, 12 տարի ապրել եմ Ռուսաստանի քաղաքացի ժամանակին, բայց այդ խնդիրը պիտի դնվի, մի խնդիրներից դրվածներից մեկն է, որի պատասխանը պատրաստ են մշակել Հայաստանում կան մի հարթակ, որոնք պատրաստ են այդ աշխատանքների։ 4 տարվա ընթացքում մենք այդքանն ենք կարողացել անել։ Եվ հիմա պետք է շարունակել այդ աշխատանքները։ Բայց ինձ համար խիստ կարևոր է երևի կասեմ գաղափարախոսական մակարդակի վրա այդպես կձևավորեմ, որ մենք հասկանանք, ընդունենք, որ առանց համաազգային մոտեցման խնդիրը լուծում չունի։ Հայաստանի Հանրապետությունը միայն հայկական հասարակությունը սահմանափակվելով Հայաստանի Հանրապետության շփման գծերով այդ խնդիրը լուծել չի կարողանալու։ Եվ պետք է այդ մեծ խնդիրը ոնց նորից համոզել Սփյուռքի իրան խիստ կարևորություն։ Որտեղ այն վարկը, որը ցույց է տալիս իշխանությունը եւ պետությունը այսօր Սփյուռքի նկատմամբ, ահռելի ձևով դժվարացնում է նման աշխատանքը։ Այստեղ մենք պիտի տնենք եւ փորձենք լուծել, որտեղ նույնիսկ ենք գրում, դա գաղափարախոսական եմ կարող ասել խնդիրը։ Եթե խնդիրը այդպես դրված չտնենք, լուծումը Հայաստանի պետական ինքնաիշխանությունը պաշտպանում է այս ձևավորվող անվտանգության միջավայրում բավական ահռելի դժվար կլինի։ Դուք ձեր երկրների մեջ շեշտեցիք կարևոր երկրների մեջ Իրան, Չիներողություն, Չինաստան, Հնդկաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, կից Ռուսաստան որպես վասալ, բայց չխոսեցիք Իրանի մասին, ոչ մի ձևով չկա այդ Իրանը տարածքում։ Իրանը մեծ պրոբլեմ է, Վարդան, որովհետև Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը ունեն հասկանալի պարզ
մոտեցում, իրանք խոսում են ռեժիմի տապալման մասին, բայց իրականում խոսում են Իրանի կոլապսի մասին։ Այո, Արդյոք այստեղ մեծ խնդիրներ առաջանում, արդյոք Իրանը կկարողանա անցնի փոխակերպման ճանապարհով փոխի ռեժիմը, թե չի կարողանալու փոխի, արդյոք Իրանը կարողանալու է խուսափի կոլապսից, որին ուզում է պես հասնի Իսրայելը, չի կարողանալու խուսափել, դա մեծ հարցեր են, եւ Իրանը գտնելով այս անորոշ վիճակում փորձել հաշվարկել եւ մտցնել Հայաստանի հաշվարկների մեջ Իրանին որպես ուժային կենտրոն շատ դժվար է, որտեղ եթե տեսնենք Վենեսուելան, որը հիմա տեսնում եք Վենեսուելայի ճակերտներում մեջքին կանգնած է Չինաստանը եւ Ռուսաստանը, որպես ապօրինի, ոչ մի բան չկարողացան անել, չհամարձակվեցին, չկարողացան պաշտպանել Վենեսուելան։ դեռ ավելին, այսօր էլ ռուսական նավ են գողալ։ Հա, իսկ Իրանի մեջքին նորից ճակերտներում նույն ձևի կանգնած են Ռուսաստանը եւ Չինաստանը։ Եվ ոնց իրանք կհարաբերվեն, երբ Միացյալ Նահանգները որոշի Իսրայելի հետ, որ իրանք կիսում են Իրանը, ես պատասխան չունեմ։ Դրա համար ես որպես պետություն եւ ազգ պիտի պատրաստ լինեմ Իրանի անկայունության, պայթումի։ Ես ինչ եմ անում, Աստված չանի, բայց եթե տեղանից սցենարը պիտի հաշվարկես, 90 միլիոնից ես դրա մասին շատ եմ խոսել ժամանակ, եթե 90 միլիոնից Իրանից 1 միլիոն փախստականներ մտնել Հայաստան Սյունիք եւ լինելու են ազերի հաստատ, մեր սահմանի ազերի, Հայաստանը ոնց է լուծում այդ խնդրը։ Հայաստանի անվտանգության համակարգը ոնց է կասեցնում նման զարգացումը։ Մենք պիտի մտածենք այստեղ Իրանին ոչ թե օգտագործել մտցնելու մեր համակարգի մեջ, բայց ոնց ենք պաշտպանում Իրանից ցավոք սրտի անվտանգության եւ պաշտպանության ոլորտում մոտիկա տարիները մենք ունենալու ենք սպառնալիքներ եւ վտանգներ ցավոք սրտի։ Իրանից լուծումներ մենք չենք ստանալու։ Դրա համար Թուրքիայի հետ դու կարողանաս լուծես խնդրը, ոնց է բլոկադան հանում, ես ստանում մուտք դեպի Մեջջովյան նավահանգիստները, Միացյալ Նահանգների հետ, ասենք, լուծես այդ խնդրը, Ռուսաստանի բլոկադան, որ կոմունիկացիոն մեկ մեջն է Թուրքիայի հետ, ոնց է ջարդում, ասեմ։ Ռուսաստանի հետ պետք է մտածես ուրիշ խնդիրներ, ռուս-թուրքական դաշինքը, որը գոյաբանական սպառնալիքի Հայաստանի համար ոնց է ձևավորում քո հարաբերությունները, բայց այստեղ պարզ է։ Իրանում անորոշություն է, ռուս-թուրքական դաշինքի դեմ ամեն ինչ պարզ է, ինչ պիտի անես, այստեղ լուծումները հասկանալի։ Մի հատ լուծում կա, տեղ հանձնվում է սուվերջ, ուրիշ լուծում չկա։ Այդ են մեզ առաջարկում, չէ, այդ են մեզ առաջարկում, ասում են։ Այդ ճոխությունը դու չունես հանձնելու, որտեղ քո թշնամիները առաջի դարը չեն, երրորդ դարն է դրել են խնդիրը Հայաստան առած հայերի։ Դե հա, Հայկական հարցի լուծում իրանց համար դա Հայաստանն է առած հայերի եւ երկու կայսրությունները երրորդ դարն է խնդրը լուծում են։ Դրա համար դու հանձնելու տեղ չունես։ Եթե դու հանձնում ես, դու կորցնում ես ամեն ինչ, մնում ես որպես փյուրք եւ գոյատևում ես 1-2 դար եւ դառնում ամեն ինչ երջանում են շաքերներով։ Դրա համար այդ ճոխությունը չունես, երրորդ անգամն եմ ասում։ Իրոք ես դա նայում եմ որպես ճոխություն։ Դու պետք է փնտրես ուրիշ լուծումներ եւ այդ լուծումները կան։ Որտեղ ոչ Թուրքիան, ոչ Ռուսաստանը այնքան հզոր չեն, ոնց եղել է Ռուսաստանի եւ Օսմանյան կայսրությունը ժամանակին։ Դու հաստատ անշուշտ կարող ես պատրաստել պատասխան։ Ուղղակի պետք է հավաքես քո ներուժը եւ ամբողջական քո ներուժը հավաքելով ձևավորես պատասխան։ Բայց այդ պարզ որոշումը, լուծումը պարտադրում է քեզանից խորապես որակյալ փոփոխություններ եւ իշխող վերնախավից եւ ձևավորում ես նոր քաղաքական վերնախավ եւ պետության կողմից որակյալ փոփոխություններ եւ հասարակության կողմից որակյալ փոփոխություններ, բայց մենք որպես ազգ կրեատիվ ենք եւ ցավոք սրտի այնքան մեծ չենք, այն ուրիշ երկրները եւ պետությունները անցնում են տասնամյակները 20-40 մի քանի սերունդ պետք որ փոխվեն, եթե մենք խնդիր դնենք եւ կամք ունենանք գնալ ճանապարհով, ես համոզված եմ մի սերունդի կյանքի ժամանակ մենք կարող ենք խնդիրը լուծենք։ Այդտեղ ես խնդրեմ չեմ տեսնում։ Կարող եմ հիշել, հա, կարող եմ հիշել Ֆինլանդիան, հա, Ֆինլանդիան հիշում ես, դու ես ինձ ման արդեն ջահել չես, հիշում ես, որ սովետական միության ժամանակ Ռուսաստանի կայսրության ներքո Ֆինլանդիային ասում էին Չուխոն։ Դա որտեղ Ֆինլանդիայի նահանգը եղել է
ամնաց հետամնաց, ամնաց կորցված նահանգներ Ռուսաստանի կայսրության, բայց երբ ինքը ստացավ անկախություն 20 թվականներին, Մաներգեյմը ղեկավարեց երկիրը եւ 39 թվականին 19 տարվա ընթացքում իրան կառուցեցին Total Defense համարձակ եւ կառուցեցին այնպես պետություն եւ այնպիսի անվտանգություն, որը չեզոքացրել կանգնեցեց սովետական միության ագրեսիան։ 3 անգամ, 3 Երեք этапով, երեք հետապով մի ազգ, որը 20 տարի առաջ ասում եմ անած հետամնաց։ Հայաստանը այսօր ամենած հետամնաց երկիրը չէ հաստատ աշխարհում։ Եվ եթե մեզ մենք 10-15 տարում կարող ենք դնել լուծել այդ խնդիրը։ Ուղղակի պիտի կամք ունենաս, բացի կամքից դու պիտի մտածես եւ ձևավորես ուրիշ վերնախավ, որը պատրաստ է այդպես նայել Հայաստանի ապագային, ոչ թե պաշտպանել, ոչ թե գտնել մեծերի շոկի տակ ինչ որտեղ, բայց լինել համահայակենտրոն, Հայաստանակենտրոն եւ հիմնվելով իր ներուժի վրա սկսի կառուցել։ Երբ իմ ազգը տեսնի, որ իրոք լուրջ են վերաբերվում Հայաստանում, իրոք սկսում են կառուցել, մենք ավելի շուտ կարող ենք մեծ փոփոխություններ ունենալ, ես համոզված եմ։ եթե մեզ լսողները չեն պատկերացնում Ֆինլանդիան ինչ էր ռուսական կայսրության ժամանակ, ուղղակի մի փաստ ասեմ, որ ֆինլանդուհիների համար ամենամեծ ճոխությունը աշխատանքի իմաստով, կարիերայի իմաստով Սանկտ Պետերբուրգում աղախին աշխատելն էր եւ Ֆինլանդիայից գալիս են Սանկտ Պետերբուրգ աղախին աշխատանք փնտրելու հետաքրքիր է գիտեք որնա իրանք բոլորը կրում էին նույն անունը այդ աղախիներին նույն անունով էին կոչում մեծ անունը չեմ հիշում բայց ռուսները նույնիսկ իհարկե ռուսներ չէին այդ արիստոկրատիան նույնիսկ չէին բան անում հոգնանում հիշել իրանց բոլորով նույն անունն էին ասում սա է Ֆինլանդիան բայց այնտեղ կար մի ֆին, որը ռուսական ակադեմիաներով էր անցել, ռուսական բանակի սպայր Մաներգեյմը, որը այդ անկախություն միամիտ էլ չէր իմացել, որ հեղափոխություն է եղել։ Ինքն ժամանակ բանում էր, ղրիմում էր, ես իա պատմությունից եմ հիշում, պատահական գնալուց է իմանում, այն էլ իր արիստոկրատ, ասեմ պատմությունը, իր վագոնը գնում էր դեպի բան Ֆինլանդիա, բան լյուքս վագոնը Բայց քան որ հեղափոխություն է եղել, միտեղ իրան իջացնում են, ասում են, մեզ էս վագոնը պետք է, եւ դու այլևս չես կա։ Ինք այդ ժամանակ է իմանում, որ հեղափոխություն է եղել, որ այլևս ցածրական Ռուսաստան չկա։ Որտես մի կերպ վերադառնում է Ֆինլանդիա ու ստեղծում է այդ երկիրը, ստեղծում է այդ համակարգը։ Հիմա մեր ռուսական ակադեմիաներում սովորած սպաներից քանի հոգի գիտեք, որ ազգային անվտանգության մասին է մտածում եւ խնդիրները փորձում լուծել։ Չէ՞ որ մենք էլ ունենք, չէ՞, հսկայական բանակ ընդ սովորածների։ Բայց Արցախյան առացի արշավի ժամանակ 89-94 թվականի մենք ման գեներալներ ունեցել ենք եւ այն ժամանակ մի 10 ամսվա ընթացքում նորատեր Գրիգորյանցը ինձ պատմում էր 10 տարվա ընթացքում մենք ջոկատներից կառուցել ենք բանակ աշխարհում տեմպեր 10 ամսում կառուցել բանակ Վարդան շատ քիչ ազգեր կարող են դա անել մենք դա արել ենք Մեր մաներկերն էլ փաստորեն Նորատել Գրիգորյանն է ինչ որ առումով էլ։ Կարող եք ասել, թե մենք ուղղակի մեր գեներալները, սովետական միության գեներալները, ի տարբերություն Ռուսաստանի կայսրության գեներալների, իրանք սովետական են։ Իսկ սովետական գեներալները արգելված են մտնել քաղաքականության մեջ։ Իրանց գլխում, իրանց կրթության մեջ այլի ուժեղ սահման ադրած գեներալը, ռազմականը չի մտնում քաղաքականության մեջ։ Եվ մեր գեներալները չեն համարձակվել վերցնել Հայաստանը եւ կառուցել։ Երևի այնտեղ ես հատեն բացատրություններ եմ փորձում գտնել, իմաստ չկա այդ հիմա դրա մասին ու ժամանակ խոսել, բայց դա նշանակում է մենք դա պիտի տնենք ոչ թե Ռուսաստանի ակադեմիաները վերջացրած գեներալները, մենք որպես ազգ պիտի այդ խնդրը դնենք եւ լուծենք։ Անպայման չի որ գեներալները այդ խնդրը լուծեն կարծիքով Վարդան։ Կարելի է ուրիշ լուծումներ գնել։ Հիմնականը կամքի ձևավորումն է եւ հիմնականը հասկանալ, ընդունել, որ լուծում կա։ Մենք կարող ենք Հայաստանը պաշտպանել մեր սեփական ուժերով։ Մենք կարող ենք կառուցել այնպիսի Հայաստան, որը կկարողանա իր պաշտպանի Թուրքիայից, Իրանից, Ռուսաստանից։ Այդ խնդիրը թեորետիկ եւ պրակտիկ լուծում ունի։ Ուղղակի մի չին բան է պետք։ Պիտի փոխակերպես քո վերնախավը, փոխակերպես իշխանությունը, պետությունը եւ հասարակությունը։
Եթե ֆիները փոխվել են, ես հնարավորություն ունեցել ծանոթանալ ֆինանսական համապարփակ պաշտպանության համակարգի հետ, հիանալի է աշխատում, հիանալի կառուցված է, հիանալի հասարակություն է։ Մի քիչ ծիծաղելու համար կպատմեմ իրաց ռազմամարզականների հետ մեծ տարել հանդիպման, ասում է մեր օրերը դժվարացել են, առաջ շատ ասում է հրաձգարաններ եք ունեցել, բայց հիմա ստիպված կապում ենք այս կանաչ հողները, կանաչ էկոլոգները զայրացնում են, ստիպված փակում եք հրաձգարանները եւ հիմա ընդհանրապես ընդհանուր այսօր ասում է Ֆինլանդիայում տխուր ասում է ունեք ընդամենը 800 հրաձգարան։ Ընդամենը։ Հա, դրա համար ես ուզում եմ այդպիսի Հայաստան անել, որ մենք խոսենք, ասենք դժգոհ եմ, հասկանում ես, Վարդան, Հայաստանը ամենը 100 հատ հրաձգարան է, ես ինչ է կատարում, ես երկիրը որտեղ է գնում։ Ես ուզում եմ Շվեյցարիայի նմանն եմ, եւ այդտեղ ամեն փոքր չէ, բայց մեծ գյուղերի մոտ կառուցված է հրաձգարան, կառուցված են բունկերներ եւ այլ եւ դա ամեն ինչ նույնպես եմ կրկնում կարելի է անել։ Այդտեղ խնդրեմ չկա։ Պրոբլեմը կամքին է։ Կամքին է եւ հավատի, պիտի հավատաս, որ դա հնարավոր է, հետո հավաքես քո ներուժը եւ սկսես կառուցել։ Բայց այդ կառուցման լուծումը իհարկե մեծ խնդիրն է իշխանություն։ Եթե դու չես կարողանում լուծել իշխանության խնդրեմը եւ պետության փոխակերպմանը, այդ ճանապարհը շատ ու շատ երկար ժամանակ է պահանջելու, բայց այդ ժամանակը մենք հաստատ չունենք։ Տեսեք, մենք լուրջ բաներից ենք խոսում եւ ես հենց վերադառնում եմ Հայաստանի քաղաքական դաշտ, մեկ էլ հիշում եմ Հայաստանի քաղաքական դաշտի ճակերտավոր օրակարգը։ Այ եկեք աղոթենք Աստծուն եւ մի քիչ էլ խնդրենք, որ մեզ խաղաղություն տա եւ մի քիչ էլ օգնենք, որ Աստված մեզ խաղաղություն բերի։ Եկեղեցի գրավենք, թուղթ ստորագրենք, ինչ որ պայքարենք եկեղեցու դեմ։ Ես ուղղակի դուք ունեք այս բացատրությունը, Հայաստանը ինչով է զբաղված։ Հայաստանը ինչով է զբաղված, Հայաստանը հասկացա, ես զբաղված եմ, ասել եք հիմա մի կես ժամը դրա մասին խոսեք։ Չէ, դուք Հայաստանի կառավարությունը չգիտեք։ Հայաստանի կառավարությունը ինչով է զբաղված եւ սա բացատրություն ունի, որտեվ ես արդեն հոգնել եմ դա մասին խոսելուց։ Պրոֆեսիոնալը կարող է բացատրի սա ինչա։ Փորձում է պաշտպանի իշխանությունը։ Ցավոք սրտի Հայաստանում միաչափանի իշխանություն է, ունի մի հատ նպատակ, մի հատ չափում իշխանությունը պաշտպանելու։ Եվ դրա համար ինքը պիտի պարակտի, քանդի հասարակությունը, որ չձևավորվի ուժ, ներուժ, կազմակերպված հասարակություն, որը կարող է դնի եւ լուծի խնդիրները, որի մասին մենք խոսում, եւ ուրիշ խնդիրներ։ Դրա համար դնելով լուծելով այդ խնդիրը ինքը գնում է ուրիշ ճանապարհով, որովհետև այն ինչի մասին ես խոսում եմ իմ ազգի մոբիլիզացիայի մասին, ոնց է իմ ազգը հավաքում ներուժը։ Իշխանությունը լուծում է դեմոբիլիզացիայի խնդրեմ, ոնց պարակտի քանդի հասարակությունը։ Եվ հիմա փաստորեն հարձակվել է վերջի հաստատության վրա, ազգային հաստատության վրա, որ ունի հազարամյակների պատմություն եւ լինելով դրանից պաշտպանում է քո ինքնորոշումը, պաշտպանում է քո ինքնիշխանության անբաժանելի մասն է հայ առաքելական եկեղեցին։ Շատ քիչ ազգեր ունեն, որը 1800 տարվա պատմություն եւ պահում են իրաց ավանդույթները եւ պահում են այդ կապը։ Շատ քիչ են Վարդան։ Եվ հիմա ուղղակի հարված է հասցնում այդ հաստատության վրա։ Կաթոլիկոս եմ ասած այդ ճակետներում երկրորդական հարց է իհարկե։ Ինչու համար, որովհետև դա էլ է բավականին հասկանալի իմ կարծիքով, որովհետև մենք շարունակում ենք մնալ հետսովետական Հայաստանում։ Իսկ հետսովետական Հայաստանը իր բնությունով, ժառանգությունով, մշակույթով դուրս է եկել սովետական միությունից։ Սովետական միությունը իր մշակույթով ավտորիտար էր։ Եվ հայ-սովետական Հայաստանի պետական հաստատությունները եւ իշխանության կառուցվածքները ավտորիտար են իր բնությունով, իր մշակույթով։ Եվ կա օրենք, հայտնի օրենք է օլիգարխիայի երկաթե օրենքը, որը այսպես է ձևավորվում, եթե դու չես փոխում օլիգարխական համակարգը, օլիգարխական համակարգը քեզ փոխում է։ Դու կարող ես վերնախավը փոխել,
վերնախավը փոխելով, բայց չփոխելով օլիգարխ համակարգ, այդ օլիգարխ համակարգը կստիպի քեզ փոխել, ու փոխվես, ուրիշ վարիանտ չունես։ Ես մի քիչ ձևափոխել եմ եւ խոսում եմ պետական հաստատությունների երկաթե օրենքը։ Եթե դու վերցնելով իշխանություն չես փոխում քո պետական հաստատությունները, պետական հաստատությունները քեզ են փոխել։ 2015 թվականին Սերժ Սարգսյանի ընդունված Սահմանադրություն։Ադրությունը ավտորիտար է եւ կառուցված է այնպես, որ վարչապետի ձեռքում կենտրոնացված է մի մարդու անձնավորության քաղաքական պետական գործիչի ձեռքին կուտակված է, ակումուլացված է Հայաստանի ողջ իշխանությունը, ողջ հզորությունը։ Այդպես է գրված սահմանադրություն։ Եվ Նիկոլ Փաշինյանը զբաղեցնելով այդ պաշտոնը կամա ուզելով կամ չուզելով, բայց իմ կարծիքով ուզում է, ինքը զգացել է այդ հզորությունը եւ նույն ձևի դառնում է ավտորիտար, որովհետեւ դա Սերժի կոստյումը չի, դա այդ պաշտոնի բնությունն է, որը ստիպում է քեզ ներսում փոխվես, դա միայն կոստյումը չես փոխում, դու ես փոխում, դու ես դառնում ավտորիտար։ Եվ դառնալով ավտորիտար դու չես ուզում երկրում տեսնել ուրիշ ուժային կենտրոն, որը կարող է քո դեմ դուրս գա եւ դիմադրի քեզ։ Հայ առաքելական եկեղեցին փաստորեն վերջին հաստատությունն է, որը իր մեջ կուտակում է ներուժ, կուտակում է հզորություն հազարամյակներից եկող։ Եվ ավտորիտար առաջնորդի համար դա վտանգ է։ Խելոք առաջնորդը կպայմանավորվի, բայց լինելով սովետական եւ ասիական, ուզենալով համարձակ, բացարձակ իշխանություն կուտակել ձեռքի տակ, հիմա Հայաստանի վարչապետը փորձում է ջարդի, կոտրի, ոչնչացնի հազարամյակներում գործող հաստատությունը լուծելով մի փոքր խնդիր, մի 10-20 տարի մնալ իշխանության։ 20 տարվա դիմաց ինքը հազարամյակները պատրաստ է հանձնել եւ այստեղ իմ կարծիքով հոգեբանական որևէ նորություն չկա ցավոք սրտի։ Դա հասկանալի է։ Եվ այդ հոգեբանությունը եւ քայլերը նորից եմ կրկնում գալիս է հետսովետական Հայաստանի իշխանության քաղաքական համակարգի եւ պետականության կառուցվածքից։ Եվ եթե դու իրոք փորձում ես Հայաստանը ուրիշ ճանապարհով գնալ, դու իհարկե դու պիտի ձևավորես այլընտրանք։ Դու պիտի ի վերջո պատասխան տաս 21 դարում եւ երրորդ հազարամյակում ինչ Հայաստան ես կառուցելու։ Եվ ցավոք սրտի ես շատ քիչ քաղաքական ուժեր կա, որ այդ հարցը այդպես են դրված կենտրոնում։ Բոլորը մտել են խաղերի մեջ իշխանության հասնելու համար, բայց ինչի համար ես դու ուզում հասնես իշխանության, ինչի ես վերցնում իշխանությունը։ Այդ հարցերը շատ քիչ են ընկնում եւ ես ուղղակի սպասում եմ, երբ կձևավորվեն նոր քաղաքական ուժեր, որը պատրաստ կլինեն նման խնդրի դրվածքի։ Մենք որպես ազգ ի վերջո պիտի այլընտրանք ձևավորենք, այլընտրանք ինչ Հայաստան եք տեսնում, ինչ հայկական հասարակություն եք տեսնում, ինչ հայ ազգ եք տեսնում 21 դարում ի վերջո, այս մեծ եղերնի շարունակող մեծ եղերնից ո՞նց եք դուրս գալիս։ Եթե այլընտրանք չունես, եթե չունես նպատակ, ինչ որ քամիներ քեզ չեն օգնելու։ Եթե չունես նպատակներ, դու չես կարող ասել ինչ քեզ կօգնի, չի օգնի։ Եվ ցավոք սրտի նորից եմ ասում, շատ քիչ են պատրաստ նման խնդրի ձևավորմանը։ Ես դրա մասին երկար եմ խոսում եւ միայն դրա մասին եմ խոսում կարելի ասել, բայց փոփոխությունները շատ փոքր են, որովհետեւ մենք ունենք ոչ թե միայն իշխանությունները հետսովետական, բայց հասարակական դաշտը ցավոք սրտի իր մեծամասնությամբ մնում է հետսովետական վարդան եւ մեծ փոփոխություններ պետք է տեղի։ Դուք ինչ որ հույս ունեք քաղաքական դաշտում փոփոխությունների, ինչու ծիլեր տեսնում եք։ Չէ, եթե հիշում ես, մենք փորձել ենք սկսել մի տարուկես առաջ եւ Հիշում եմ, այն ինչ մենք այն ժամանակ խոսում ենք, այսօր փառք Աստծո դրա մասին շատերն են արդեն խոսում, ուշացումով, եթե այն ժամանակ սկսած էր, հիմա մենք ունենանք այլընտրանք արդեն ձևավորված։ 1.5 տարում հնարավոր էր դա անել։ Բայց ոչ ես, ոչ դու, մենք ուղղակի աշխատում ենք, ես չեմ աշխատում քաղաքական դաշտում։ Ես աշխատում եմ հասարակական դաշտում, գիտական դաշտում, փորձագիտական դաշտում, ես քաղաքական դաշտում լինում եմ փորձագետ, կոնսուլտանտ, բայց չեմ աշխատում
Բայց այդ խնդիրը պիտի դնի իմ կարծիքով մեր կողմից պիտի դնի, որ պիտի ձևավորվի նոր քաղաքական ուժեր, որոնք խնդիրը այլընտրանք կդնեն։ Ինչ է կառուցում, ոչ թե ում դեմ եք դուրս գալիս, ում եք ատում, չէ, սա չի տակում, ինչ է կառուցում, ինչ Հայաստան է կառուցում։ Ես ուզում եմ ընտրություններ ունենալ, կուսակցություններ, որը մի քանի ընտրանք են ցույց տալիս, կոնսերվատորները, լիբերալները, միայն բոլշևիկներից եւ կեմալիստներից մասածներին ես պատրաստ եմ լսել եւ տեղ գտնել հայկական քաղաքական դաշտում։ Թող լինեն բազմաթիվ մոտեցումներ, թող պայքար գնա, ասա ես այսպես Հայաստան եմ կառուցում, ես մեկ այսպես տեսնի եւ այլ, այդ մրցակցության մեջ մենք կձևավորենք իշխանություն, պարլամենտ, որտեղ կգնան ուրիշ լուծումներ։ Մենք այդ խնդիրը կամ այդպես ենք գնում եւ լուծում, կամ կշարունակենք գոյատևել, պայքարել, գոյատևել, բայց գոյատևել եւ զարգանալ դա տարբեր մոտեցումներ են։ Դու չես կարող գոյատևել եւ զարգանալ։ Դու պետք է այլընտրանք գտնես եւ գտնելով այդ այլընտրանք սկսես զարգանալ։ Նույնիսկ գոյատևելի մասին ես այդքան բան, դու գոյատևելու համար է պետք է ռեսուրս ունենալ։ Այդ ռեսուրսը իջանալու է, փոքրանալու է, եթե դու չսկսես զարգանալ, այդ ամենը երջանալու է։ 10 տարուց հետո է վերջանալու, 100 տարուց հետո է վերջանալու, ինձ համար երկրորդական է։ Հայ ազգի համար, Հայաստանի համար ամեն ինչ վերջանալու է։ Դու չես կարող 21 դարում ապրես այնպես, ոնց ապրել ես 20 դարում։ 20 դարում դու ունեցել ես մեծ շարունակվող մեծ եղեր, գոյատևում էի, վերականգնում էի մեծ եղերնի ալիքից, ուշքի է գալիս, նոր ալիք է գալիս, մեծ եղերնը մինչև 22 թվականը վերջացել է, 20-40 թվականը ինչ որ ուշքի ես եկել, սկսել է երկրորդ համաշխարհային պատերազմը 300,000 նորից կորցրել ես, հետո եկել է 88 թվականից, հիմա մենք կորցրել ենք Արցախը, այլ քայլ կորցնում ենք Վարդան։ Այդ մեծ եղերնի տրամաբանությունից, 20-րդ դարի տրամաբանությունից մենք պիտի դուրս գանք։ Եթե այդպես շարունակվի, երկրորդ անգամ այսինքն ինձ համար նշանակություն չունի, Հայաստանի համար վաղը կվերջանա ինչ, թե 100 տարուց հետո, բայց վերջանալու է։ Դու պիտի հասկանաս ինչի համար ես դու ապրում, ինչու Հայաստանը պիտի գոյություն ունենա 21 դարում։ Աշխարհում կա հազարավոր ժողովուրդներ, ընդամենը 200-ն, 180 են, որ պետություն ունեն։ Այդ ճոխություն է։ Մեծ հզոր գործիք է եւ ճոխություն է, ճոխ գործիք է։ Ինչու 3-10 միլիոնոց ազգը պիտի ունենա։ Քուրդերը 15-20 միլիոնանոց չեն կարող։ Բայց ինչու դու պիտի ունենաս։ Ո՞վ է քեզ ասել, որ այդ ճոխությունը, այդ պարգևը, որ դու ունես, քեզ կմնա, եթե այսպես շարունակես։ Ինչի է քեզ պետություն։ Ինչի է քեզ պետ Հայաստանը։ Ինչ ես կառուցում Հայաստանի տեղ։ Ինչ ես պատկերացնում Հայաստանի տակ։ Որտեղ է գնում Հայաստանը, Վարդան։ Մինչև այդ հարցերը չես դնում, այդ գաղափարախոսական հարցեր են, հավատքի հարցը, չդնես, չլուծես, մնացած հարցերը կախվում են օդում եւ նորից կխաբվես։ Հավատքի հարցը, դե որ գանք հավատքին, ըստ ձեզ, եկեղեցին է ուժեղ թե պետությունը Հայաստանում։ Հայաստանում եկեղեցին է ուժեղ թե պետությունը։ Խնդրի դրվածքն է, ճիշտ չէ դրվածքը։ Դու պիտի հասկանաս, դա դոկտորական թեզիս առաջի գլուխն է եւ մոտեցումն է, մենք վերջացել ենք հետմոդեռնը վերջացել է։ Հետմոդեռնը վերջացել է եւ սկսում են ուրիշ ժամանակներ, արդեն սկսել են։ Եվ ասենք Միշել Ֆուկոն դա ձևավորում է որպես նոր միջնադար։ Իսկ միջնադարում կրոնականությունը մասնակցում էր քաղաքական process-ների մեջ։ Կրոնականությունը հետ է գալիս քաղաքական process-ների մեջ։ Աշխարհի 80%-ի համար դա միշտ այսպես է եղել։ Իսլամական երկրներում, ասենք, կրոնականությունը չես կարող տարանջատել քաղաքականությունից։ Չինաստանը իր մոտեցումն է ձևավորել, լրիվ կտրել է, վերջացրել է եւ այլ, բայց կրոնականությունը որպես ուժային կենտրոն դու պիտի դնես, հաշվարկես եւ գտնես տեղը քո պետության մեջ, քո քաղաքական համակարգի մեջ։ Ոչ թե պայքարից, եւ պայքարը պիտի լինի կառուցողական պայքար։ Ոչ թե որնա ուժեղ, որնա թույլ, դու պիտի գտնես բալանս։ Բալանսավորված համակարգ պիտի կառուցես, որտեղ միտեղ պետականությունը մի բևեռն է,
կրոնականությունը ուրիշ բևերն է, այդ երկու բևերի հարաբերությունները ձևավորում են այն համակարգը, պետական ազգային համակարգը, որը հնարավորություն է ստանում մեծ տեմպերով զարգանալ, որտեղ շղթել չի ստացվելու, անհնար է, դա նշանակում է դու պիտի կառուցես համակարգը եւ տաս ֆունկցիաներ տեղ եւ քաշ։ Կրոնականության եկեղեցիների քաշը կրոնականության մեջ մշակույթի մեջ ուրիշ է, պետությանը ուրիշ է եւ այլ եւ այլ։ Եվ իմիջիայլոց հայկական հայ առաքելական եկեղեցի կանոնը հայեցակարգը փայլուն կառուցված է վարդան։ Մեր մեջ այդ բալանսները արդեն հայ առաքելական եկեղեցու կանոնների մեջ կա, որտեղ մենք երկար ժամանակ ապրում ենք առանց պետականության եւ եկեղեցի մոտեցումների համակարգերի մեջ այդ լուծումները կան։ Ուղղակի դու պիտի կարողանաս վերականգնես մի կողմից 21 տարի համար եւ արդեն նորից այդ համակարգի մեջ վերականգնես հայկական պետության տեղը։ Դες այդ լուծումները, մոդելները հայ ազգը ունի։ Ուղղակի դու այդ մոդելները վերանայես, վերականգնես, վերափոխես 21 տարի համար գալիք նոր միջնադարի համար, որտեղ կանգնեցնել այդ ժամանակներ չի ստացվելու։ Միացյալ Նահանգները կայսրություն դառնում Աստվածչանի, Չինաստանն է կայսրություն եւ այլ, այնտեղ ուրիշ մոտեցումներ վարդան։ Դրա համար հարցի դրվածքը, խնդրի դրված ուրիշ է։ Դու որպես ազգ, դու պիտի կառուցես այնպիսի ազգային համակարգ, որտեղ պետության, եկեղեցիների, կրոնականության, հասարակության, պետության հարաբերությունները բալանսավորված են։ Ոչ այդ բալանսավորված են եւ պայքար ագրում, բայց այդ պայքարը կառուցողական պիտի լինի։ Ոչ թե հայկայական, բայց դա բավականին դժվար խնդիր է, ես որպես համակարգող եմ հիմա խոսում, բայց այդ խնդիրը լուծումներ ունի։ Ուրիշ ազգեր այդ խնդիրը դրել են լուծել են։ Մենք այդ խնդիրը երբևէ չենք էլ ունեցել, որ մենք այդ խնդիրը լուծենք։ Հիմա են խնդիր ստեղծել եւ հիմա անում են այն ինչ որ անում են։ Հարցս վերաբերվում է արդյոք այս նորածինները, այս իշխանությունները կարող են իրոք քայքայել այն ինչ որ 1700 տարվա կամ 2000 տարվա պատմություն եկեղեցին։ Ես չեմ ուզում բացարձակ պատասխան տամ, ես համոզված եմ, որ չեն կարողանա լուծել, որտեղ քաշը անհամապատասխան է, çünkü 30 տարվա պետություն, 100 տարվա պետություն, լավ, առաջի հանրապետությունից սկսած որտեղ հաշվարկենք եւ հազարամյակներում ապրող եկեղեցի, ես որպես հայ առաքելական եկեղեցու հավատացյալ, ես միտք դուր չեմ տալիս, որ իմ եկեղեցից կարող է պարտի, չի կարող է, անհնար է, բայց որպես քաղաքական գործի, որպես քաղաքական մտածելակերպ, ես իրավունք չունեմ չտեսնել այդ սպառնալիքը չտեսնել։ Կարող է այդպես տեսվի, որ հզոր այդ եկեղեցից կարող է այդ մի փոքր, ոչ թե փոքր, այդ հարվածից թուլանա եւ ընկնի, արյունահոսությունից ընկնի։ Եվ այստեղ մենք խնդիրներ ունենք իհարկե, որովհետեւ ես չեմ կարող ասել, որ իմ եկեղեցին այսօր այնպես առողջ է, ոնց ես կուզենամ։ Իմ եկեղեցին նույնիսկ անցել է սովետական ժամանակներով, հետ սովետական ժամանակներով։ Այդ մենք խնդիրներ ունենք, ես չեմ ուզում դրա մասին կաթոլիկոսի վարքը որպես կաթոլիկոս, բայց կաթոլիկոսը ոչ թե միայն կաթոլիկոսն է, ինքը զբաղեցնում է գահը։ Եվ տարանջատել, եւ ես հասկանալով, որ այս կաթոլիկոսը այն կաթոլիկոս չէ, որ ես կուզենայի իմանալ, բայց այսպես է։ Ինքն է կաթոլիկոս եւ ես իրան ընդունում եմ։ Ես պիտի սպասեմ, այդ խնդրը կլուծի բնական ձևով կամ կհավաքվի ժողովը եկեղեցական եւ կտնի կլուծի այդ խնդիրը, այսինքն։ Այստեղ լուծումները հասկանալի են, պարզ են, բայց ինձ համար անընդունելի է, եւ պետք է հստակ ասել, որ պետությունը իրավունք չունի խառնվի եկեղեցականների գործի մեջ։ Այստեղ Նիկոլ Փաշինյանը խախտում է եւ սահմանադրությունը, եւ պետության սահմանները, ինքը նույն ձևի լրիվ դուրս է գալիս այդ սահմաններից եւ գործում է որպես քաղաքական գործիչ, խախտելով բոլոր հնարավոր իրավունքները, խախտելով բոլոր օրենքները, եւ պետական Հայաստանի Հանրապետության օրենքները, եւ եկեղեցական։ Դրա համար ստացվում է պարադոքսալ անընդունելի վիճակ, եւ քո պետական, քո իշխանությունները հարձակում են քո եկեղեցիորը։ Եվ ստիպված եմ, ես պիտի պաշտպանեմ իմ եկեղեցին եւ պաշտպանեմ դրանով իմ պետությունը։ Որտեղ եթե պետությունը հաղթի այս պատերազմում,
Դա նշանակում է, որ դրանով կփակվի նաև հայկական պետության վերջի էջը։ Պետությունը, որը հաղթել է իր եկեղեցիներին, դա վերջի էջն է։ Հաջորդ քայլում փակվում է եւ Հայաստանի Հանրապետությունը։ Դրա համար այստեղ մենք պայքարում ենք եւ հայ առաքելական եկեղեցին պահելու համար, եւ պետությունը պահելու համար։ Իմ կարծիքով մենք պիտի կարողանանք դա։ Բարձր, մենք արդեն նախընտրական տալ, մենք արդեն ընտրական տարի ենք, այդ նախընտրականը չի։ Եվ մեր ժողովուրդը կարիք ունի ուղեցույցի։ Երևի ձեզ էլ են հարցնում, հա, ինչ քաղաքական ուժ ընտրենք կամ ոնց կողմնորոշվենք։ Ես հասկանում եմ, որ ուղիղ պատասխան տալ, օրինակ ես չեմ տալի, որտեղ ես այդ չունեմ, բայց ձեզ որ հարցնում են նման դեպքերում ինչ եք պատասխանում։ Ես փորձում եմ խուսափել այդ հարցերից առաջին։ Երկրորդը, եթե դու հարցել ես, հիմա կփորձեմ ձևավորել։ Առաջինը անպայման պետք է գնալ ընտրություններին։ Արդեն բան։ Որտեղ մենք ունենք հնարավորություն փոխել իշխանությունը Հայաստանի սահմանադրության ներքո։ Այդ հնարավորությունը պետք է օգտագործել։ Երկրորդը, ես կպատասխանեմ, ում պետք չէ ձայն տալ։ Պետք չէ ձայն տալ հետսովետական իշխող վերնախավի առաջնորդներին։ Պետք չէ ձայն տալ Լևոն Տեր-Պետրոսյանի կուսակցությունների եւ հետևորդներին, Ռոբերտ Քոչարյանի իշխանության եւ հետևորդների, Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Վովայևիչի։ Ոչ մեկին պետք չէ ձայն տալ։ Եվ մի քիչ կլայնացնեմ երևի այդ երկրորդն է, երրորդը պետք չէ ձայն տալ այն նոր քաղաքական ուժերին եւ շարժումների, որոնք հստակ կապ ունեն Ռուսաստանի եւ Թուրքիայի կայսրությունների հետ։ Դրա համար առաջին դրական սկզբունքը անպայման գնալ, երկրորդը ձայն չտալ հետսովետական առաջնորդներին, ձայն չտալ Ռուսաստանի Թուրքիայի ուժային կենտրոնների ներկայացուցիչին, մնացածին ում ուզում է, ոնց տեսնում է ձայն տվենք, ինձ համար նշանակություն չունի ով է գալու ստրանստեղ, հիմնականը որպես հասարակություն հավաքվել, բայց ցավոք սրտի նման նոր քաղաքական ուժեր շատ քիչ են, որը կարող են ձայն տալ, մենք ունենք 140 կուսակցություն, բայց եթե փորձես անցկացնես այդ ֆիլտրներով, բավականին քիչ ամնավոր, մի 3-4-5 հատ կուսակցական կուսակցություններ եւ քաղաքական ուժեր են մնալու, ում իմ կարծիքով կարելի է ուժ տալ։ Այդ 4-5-ի մեջ ձայնը տվեք ու գտնում եք նպատակահարմար, ես պրոբլեմ չեմ տեսնում։ Պարոն Արզումանյան, դուք ասացիք, որ այդ հարցից խուսափում եք, աշխատում եք չպատասխանել։ Դուք պատասխանեցիք ուղիղ այնպես, ինչպես ես եմ պատասխանում նույն հարցին, նույն երթականությամբ նույնիսկ։ Այսինքն ավելի պետք խոսում եմ անվտանգության հարցերով, տարածաշրջանային գլոբալ հարցերով, ներքին աուդիտորիայի մեջ ես փորձում եմ չեզոք մնալ, չմտնել այդ քաղաքական, ոչ թե քաղաքական, իշխանական այս խաղերի եւ ընտրությունների մեջ։ Չէ, բայց դուք այդքան էլ չեզոք չեք, դուք ուղիղ ասեցիք, այն ինչ որ պետք էր ասել։ Սա ինձ ամեն ուղիղ որն է։ Սա ինձ ամեն խառնվել է որն է։ Դուք ուղիղ ասեցիք, այն ինչ որ պետք էր ասվել եւ դա իրոք խառնվել էր։ Որովհետեւ այդ դեպքում ամեն ինչ ավելի հստակ է, քան կարելի է պատկերացնել։ Դե պատասխաններն են միջանոց ես եմ տալիս։ Ինձ է։ Առանց կոնկրետ տեխնացուի գովազդելու, մոտապես համապարփակ բովանդակային իմաստով ես էլ եմ իմ բանից։ Թողելով մարդկանց ընտրությունները։ Հետո կուզենայի, որ այդ կուսակցությունները, շարժումները ընդունած լինեն համապարփակ մոտեցումից, որպես արդեն որպես փորձագետ եմ խոսում։ Դա արդեն հաջորդվել է։ Որ ասեն, որ մենք գնում ենք, որ կառուցեք այս համապարփակ, ես նրանց կընտրեմ առաջին շրջին, ասենք դրանց կընտրեմ, քան թե մնացածներին։ Իսկ եթե կարճ, ինչ կասեք նրանց, ովքեր կոչ են անում չգնալ ընտրությունների։ Դա սխալ մոտեցում է, որովհետև Նիկոլ Փաշինյանի աջակցությունը այսօր կլինի 15-20% է։ Եթե դու չես գնում ընտրությունների, Նիկոլ Փաշինյանը հնարավորություն է ստանում հաղթել։ Նիկոլ Փաշինյանի այդ ընտրության պոլիտտեխնոլոգիաների օրենքն է։ Եթե կա մեծ մասնակցություն, այդտեղ ոչ մեծ քաշ ունեցող քաղաքական գործիչները, կուսակցությունները շանսեր չունեն։ Եթե դու ուզում ես, որ ունես այլ ընտրանք Նիկոլ Վավայևիչի,
Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, դու պիտի գնաս ընտրություններին եւ ընտրես ոչ սրանց եւ ոչ ռուսական եւ թուրքական ներկայացուցիչների այնտեղ։ Ես էլ եմ այդ կարծիքին։ Շնորհակալություն, ավելացնելու բան ունեք։ Չէ, պետք է աշխատել, ես շարունակում եմ աշխատել, հիմա հույս ունեմ, չէ ոչ հույս ունեմ, 2026 թվականը կսկսեմ նոր գրքի հրատարակման, հիմա գումար է հավաքում, դա կլինի Հայաստանի համահայկական տենց ֆոնդրայզինգ է սկսել, գրքի հրատարակման, գիրքը նվիրված է անունը ազգային անվտանգության տեխնոլոգը, то есть նորոնակ եւ բեկումնային տեխնոլոգիաները ազգային անվտանգության համակարգի մեջ ոնց պիտի նորոնակ տեխնոլոգիաները նորարարությունները ընկալված լինեն ազգային անվտանգության համակարգի մեջ բավականին ծավալուն գիրք է ստացվել 700 էջից մեծ ակադեմիական գիրք որտեղ ես փորձել եմ հավաքել միջազգային փորձը ոնց են աշխարհում փոխակերպում ռազմավարական համալիրները Ֆրանսիա, Միացյալ Նահանգները, Եվրոպան ոնց են իրար դրել եւ լուծել այդ խնդիրները, ոնց են իրար կառուցել մանավանդության համակարգեր, որը մենք պիտի կառուցենք համապարփակ պաշտպանության եւ անվտանգության համակարգի շուրջ։ Այդ գիրքը վերջացել եւ գիրքը հայերեն է, ինձ համար դա մեծ նշանակություն ունի, որովհետեւ ցավոք սրտի ես ռուսականերեն եմ աշխատում, բայց այդ երկրորդ գիրքն է, որ թարգմանվել է հայերեն եւ բավականին դժվար աշխատանք էր վարդան։ Գիրքում նոր ապենդիքս ավերացել, բառարան, որտեղ մոտ 40 էջ դա հայկական նոր բառեր են, որը մտցնում են գործառույթության մեջ, որ կարողանաս նկարագրես այս առաջատար տեխնոլոգիաները, բառեր, որ չկան այսօր շրջանառության մեջ պիտի կառուցես, կամ կան հին բառարաններում, Աչարյանի բառարաններում, բայց մոռացված են, մենք օգտագործում ենք ռուսական, անգլիական խոսքեր, եւ այդ խոսքերը հետ ենք բերել, ես ունեցել եմ լավ թարգմանիչ, որը լեզվաբանական կոմիտեի անդամ է եւ այդ մեծ արելի աշխատանք արել է, բավականին ծավալուն աշխատանքը թարգմանել է, որ հայկական բառերը, հայկական խոսակցության մեջ մաքրենք մեր լեզուն եւ այդ բառ թեմաների շուրջ մենք խոսենք հայերեն։ Ես ուրախ եմ, որ դա ստացվել է եւ հույս ունեմ կհրատարակեմ։ Շնորհակալություն, շնորհավորում եմ նախնական հաջողությունների համար եւ ամեն ինչ կանենք, որ դա հրապարակվի։ Եվ շնորհակալություն, լավ մնացեք։ Շնորհակալություն քեզ, Վահան, մինչև հանդիպում։ Մինչև հանդիպում։